Նախորդ գիշերը Մերձավոր Արևելքում կրկին խաղաղ չի անցել։ Իրանը հարձակման հերթական 36-րդ եւ 37-րդ ալիքներն է կիրառել։ Վերջինս ի դեպ իրանական աղբյուրների պնդմամբ ամենախոշոր գործողությունն է տարածաշրջանում հակամարտության մեկնարկից ի վեր։ Երկրի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է Հայֆայում գտնվող արբանյակային կապի կենտրոնը, ինչպես նաեւ Իսրայելի ռազմական բազաները եւ ԱՄՆ թիրախները Մերձավոր Արևելքի այլ վայրերում, այդ թվում Իրաքյան Քուրդիստանում եւ Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի ռազմածովային բազան։ Ամբողջ գիշեր պայթյուններ են հնչել Թել Ավիվի տարածքում։ Հրթիռակոծվել է նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազան։ Մենք կշարունակենք մեր հաստատակամ հարձակումները նպատակասլացությամբ եւ ուժով, եւ այս պատերազմում չենք դիտարկում ոչինչ բացի թշնամու լիակատար անձնատվությունից, ասված է Պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իսրայելի զինվորականներն էլ հայտարարել են, թե հայտնաբերել են Իրանից դեպի երկիր արձակված հրթիռների բազմաթիվ համազարկեր եւ գործի են դրել հակաօդային պաշտպանության համակարգերը, միաժամանակ շարունակելով հարվածների ալիքն ընդդեմ Իրանի եւ Լիբանանի։ Հրթիռակոծվել են Թեհրանն ու մի շարք այլ քաղաքներ։ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։ Ամերիկյան հետախուզության այս տվյալները հրապարակել է CBS հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ Իրանն օգտագործում է ոչ մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է 2-3 հակամ փոխադրել։ 2022-ից հետո նավթի գնի կտրուկ այս աճը կարող է ավելի խորանալ, քանի որ նեղուցի ականապատումը կարող է ամբողջությամբ արգելափակել լցանավերի մուտքը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։ Հորմուզի նեղուցը կամ կդառնա հնարավորությունների նեղուց բոլորի համար կամ կվերածվի պարտության նեղուցի պատերազմ հրահրողների համար, արդեն իսկ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հասցրել է սպառնալ Իրանին, նշելով, որ եթե երկիրը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, ապա Իրանի համար ռազմական հետևանքներն աննախադեպ կլինեն։ Այս ամենից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը եւ ինքը Թրամփը հայտարարել են, որ ոչնչացրել են այդ նավերը կանխելու համար նեղուցի ամբողջական ականապատումը։ Նավթի գնի աճի ֆոնին այսօր նաև հանդիպում են նախապատրաստում G7 երկրները։ Ֆրանսիայի նախագահությամբ անցկացվող այս հանդիպման նպատակն է զսպել նավթի գների թռիչքը։ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Ինչպես հայտնում է Al-Maidan հեռուստաալիքը, բանակցությունների վերականգնման համար իսլամական պետությունը մի քանի պայման է առաջադրել։ Թեհրանը պահանջում է անվտանգության երաշխիքներ Իրանի դեմ հարձակման բացառման վերաբերյալ, ինչպես նաև փոխհատուցումների վճարում։ Մեկ այլ պայմանով էլ երկիրը պահանջում է Իրանի իրավունքի ճանաչում իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլն ինքնուրույն իրականացնելու համար։ Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է պատերազմի սկզբում, հաղորդում է New York Times-ը։ Արդեն 3 օր է անցել այն բանից, երբ հայտարարվեց, որ Մոջթաբա Խամենեին լինելու է Իրանի նոր գերագույն առաջնորդը, բայց նա այդպես էլ դեռ չի հայտնվել տեսանյութերում կամ հանրության առջև, ոչ էլ հանդես է եկել գրավոր հայտարարություններով։ Պատճառներից մեկն այն մտավախությունն է, որ ցանկացած հաղորդակցություն կարող է բացահայտել նրա գտնվելու վայրը եւ վտանգի ենթարկել նրան։ Պարբերականը իր աղբյուրներին հղում անելով նշում է նաև, որ Խամենեին վնասվածքներ է ստացել, այդ թվում ոտքերի շրջանում, սակայն նա գիտակից է եւ գտնվում է բավականին անվտանգ վայրում սահմանափակ հաղորդակցությամբ։ Իսրայելցի 2 ռազմական պաշտոնյաներ էլ հայտնել են, որ երկրի կողմից հավաքված տեղեկատվությունը նույնպես պաշտպանական գերատեսչությանը հիմք է տվել ենթադրելու, որ Խամենեին ոտքի վնասվածք է ստացել փետրվարի 28-ին։ Internal and eternal. Come to think of it. Դոնալդ Թրամփը շարունակում է հակասական հայտարարությունների շարքը։ Ավելի վաղ Իրանին հզոր հրթիռակոծություններ խոստանալուց հետո հորդորել է Իսրայելին դադարեցնել հարձակումները Իրանի նավթային եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Սպիտակ տունը ձգտում է պահպանել այդ ռեսուրսները։ Վարչակարգի հնարավոր փոփոխությունից հետո Թեհրանի հետ տնտեսական գործակցություն հաստատելու նպատակով Թեհրանի վառելիքի պահեստների վերջին ռմբակոծություններն արդեն իսկ առաջացրել են էկոլոգիական լուրջ խնդիրներ։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ նման հարվածները կդրթեն Իրանին թիրախավորել Պարսից երկրների էներգետիկ հզորությունները։ Դոնալդ Թրամփը նաև կոշտ նախազգուշացրել է Իրանին զերծ մնալ Հորմուզի նեղուցի հնարավոր ականապատումից։ Նավթային ոլորտի կործանումը վարչակազմը դիտարկում է որպես վերջին միջոց, որը կիրառելի է միայն իրավիճակի հետագա սրման դեպքում։ Այսպիսով Միացյալ Նահանգները փորձում է ռազմական ճնշումը համատեղել համաշխարհային շուկայում վառելիքի գների կայունության պահպանման հետ։
Ըստ ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալների Միացյալ Նահանգների 10-օրյա ռազմական արշավը Իրանի դեմ արժեցել է շուրջ 10 միլիարդ դոլար։ Պատերազմի յուրաքանչյուր օրը պետական գանձարանից միջինը խլում է 1 միլիարդ դոլար, ինչը կասկածի տակ է դնում նման ծախսերի արդյունավետությունը։ Պենտագոնը կոնգրեսին հայտնել է, որ միայն առաջին շաբաթվա օպերացիայի ծախսերը կազմել են մոտ 6 միլիարդ դոլար։ Բացի բուն գործողություններից ամերիկյան կողմը կրել է նաև 2.5 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստ իրանական հարվածների հետևանքով։ Վերլուծաբանները նշում են, որ զինամթերքի պաշարների վերականգնման համար կպահանջվի ևս 3 միլիարդ դոլարի լրացուցիչ ներարկում։ Ըստ Փեյնի հանրային քաղաքականության ինստիտուտի ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է Patriot եւ THAAD համակարգերի թանկարժեք հակահրթիռների զանգվածային կիրառմամբ։ Տարածաշրջանում ավիակիր խմբերի մշտական ներկայությունը պետական բյուջեի վրա օրական հավելյալ 15 միլիոն դոլար է արժենում։ Արդյունքում ընդամենը 10 օրվա գործողությունները կլանել են 2026 թվականի համար նախատեսված Միացյալ Նահանգների ողջ պաշտպանական բյուջեի ավելի քան 1.2%-ը։ Վերջին 3 օրվա ընթացքում երկրորդ անգամ ռուսական ծորենի հերթական խմբականակը Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով։ 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի նաև Վրաստանի տարածքով։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ 2 օր առաջ էլ նույն երթուղով Հայաստան էր հասել 7 վագոնից բաղկացած եւ ընդհանուր 488 տոննա քաշով հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը։